Դարեր շարունակ մարդու միտքը կապված է եղել մեկ մոլորակի և մեկ արևի հետ, բայց տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մենք սկսում ենք հասկանալ, որ մեր ապագան աստղերի մեջ է։ Եվ երբ օրերից մի օր մարդկությունը որոշի լքել իր օրանը և ուղևորվել դեպի տիեզերքի անծայրածիր խորքերը, մեր առաջին կանգառը լինելու է հենց նա՝ Ալֆա Ցենտավրը։ Մեզ ամենամոտ աստղային համակարգը, ընդամենը 4,2 լուսատարի հեռավորության վրա։ Մնացեք մեզ հետ, որպեսզի իմանաք, թե ինչ է թաքցնում մեր ամենամոտ տիեզերական հարևանը։ Ինչպիսի մոլորակ է պտտվում նրա շուրջ։ Եվ արդյոք հենց այնտեղ է թաքնված երկրից դուրս կյանքի գլխավոր գաղտնիքը։ Առաջին բանը, որ պետք է հասկանալ Ալֆա Ցենտավրայի մասին, այն մեկ աստղ չէ, այլ եռակի աստղային համակարգ։ Նրա սրտում գտնվում են երկու հիմնական աստղեր՝ Ալֆա Ցենտավրը A-ն և B-ն, որոնք պտտվում են միմյանց շուրջ ու շատ նման են մեր արևին։ Բայց կա նաև երրորդը՝ Պրոքսիմա Ցենտավրան։ Այն կարմիր թզուկ աստղ է, որը պտտվում է մյուս երկու հսկաներից շատ մեծ հեռավորության վրա։ Հենց այս փոքր, թույլ երևացող աստղն է, որ ամենամոտն է գտնվում մեր երկրին, և հենց նրան է գիտնականների հայացքն ուղղված այսօր։ 2016 թվականին աստղագետները ցնցող հայտարարություն արեցին։ Պրոքսիմա Ցենտավրը աստղի շուրջ հայտնաբերվեց մի մոլորակ, որը ստացավ Պրոքսիմա Ցենտավրը B անվանումը։ Այն երկրից մեծ է ընդամենը 17%-ով, բայց ամենակարևորը՝ այն գտնվում է իր աստղի բնակելի գոտում։ Սա նշանակում է, որ մոլորակի մակերեսին ջերմաստիճանը թույլ է տալիս, որպեսզի ջուրը գոյություն ունենա հեղուկ վիճակում։ Բայց կա մի խնդիր։ Քանի որ Պրոքսիմա Ցենտավրան կարմիր թզուկ է, այն հաճախ արձակում է հզոր տիեզերական բռնկումներ, որոնք ռադիոակտիվ մահացու ճառագայթներով հարվածում են մոլորակին։ Եվ եթե այն չունի հզոր մագնիսական դաշտ, նրա մթնոլորտը և օվկիանոսները կարող են պարզապես ոչնչացված լինել։ Բայց եթե մոլորակը կարողացել է պաշտպանվել, ապա նրա վրա հնարավոր է գոյություն ունի էկզոտիկ, կարմիր լույսին հարմարված կյանք։ Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ երկինքը երբեք կապույտ չի լինում, այլ մշտապես նարնջագույն կարմիր, և որտեղ արևը երբեք մայր չի մտնում, քանի որ մոլորակը համաժամանակյա պտույտով շղթայված է իր աստղին։ 4,2 լուսատարին տիեզերական չափանիշներով ընդամենը մեկ քայլ է, բայց մարդու համար անհասանելի հեռավորություն։ Որպեսզի մեր ներկայիս հրթիռներով հասնենք այնտեղ, կպահանջվի մոտ 70,000 տարի, բայց մարդկությունը չի պատրաստվում սպասել։ Գիտնականները, այդ թվում հանճարեղ Սթիվեն Հոքինգը, առաջարկել են մի խենթ նախագիծ, որի գաղափարն է ստեղծել հազարավոր միկրոչիպերով հագեցած փոքրիկ զոնդեր, որոնք ունեն հատուկ լուսային առագաստներ։ Երկրի ուղեծրից հզոր լազերային համակարգերը կհարվածեն այդ առագաստներին, տալով նրանց անհավանական արագություն։ Այս փոքրիկ նավերը կսլանան տիեզերքով լույսի արագության 20%-ով։ Դա նշանակում է, որ նրանք կհասնեն Ալֆա Ցենտավրը ընդամենը 20 տարում։ Սա կլինի մարդկության պատմության ամենամեծ տեխնոլոգիական թռիչքը։ Ալֆա Ցենտավրան պարզապես 3 աստղերի համակարգ չէ երկնքում, այնտեղ է թաքնված մեր պատասխանը տիեզերքի մեծագույն հարցերին։ Եվ գուցե հարյուրավոր տարիներ անց մեր սերունդները կանգնած Պրոքսիմա B-ի քարքարոտ մակերեսին, կնային կարմիր հորիզոնին, կփնտրեն մեր արեգակի փոքրիկ դեղին լույսը և շնորհակալություն կհայտնեն նրանց, ովքեր երկրի վրա չվախեցան երազել աստղերի մասին։ Իսկ դուք հավատում եք, որ մեր կյանքի ընթացքում մենք կտեսնենք Ալֆա Ցենտավրայի գոնե առաջին լուսանկարը։ Գրեք ձեր մտքերը մեկնաբանությունների բաժնում։